Անդրադառնալով մեկ դրամանոց այդ անձնավորությանը, իմ դիտարկումը հետևյալն է։ Ամանորին միլիոնների պարգևավճարներ ստացած ՔՊԱ-ականների անդորը խանգարել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, հայտարարելով, թե Հայաստանի ապագա վարչապետի աշխատավարձը 1 դրամ է լինելու։ Առաջի հայացքից սա ուղղակի 10 դրամ է, բայց ոչ միայն։ Սա մեր երկրի ապագա վարչապետի 10 տարվա աշխատավարձն է։ ՔՊԱ-ականները պրիմիտիվ եւ վտանգավոր են համարում այս հայտարարությունը։ Արթուր Հովհաննիսյանը չի հասկանում 1 դրամով ինչպես է շոր ու կոշիկ առնելու, ինչ է ուտելու վարչապետի ծանր ու պատասխանատու պաշտոնը զբաղեցնողը։ Միթե մութ ճանապարհներով է փող գտնելու։ Եթե մարդը իր աշխատանքի դիմաց վարձատրություն չի ստանում, ուրիշ տեղից է այդ գումարը վերցնում, սև մութ ճանապարհներով։ Քաղտեխնոլոգները նորմալ են համարում, որ մինչև 2018-ի հեղափոխությունը ընդամենը 6 տարվա լրագրողի փորձառությամբ Արթուր Հովհաննիսյանը չհասկանա, թե ինչպես է հնարավոր նորմալ սնվել ու հագնվել 1 դրամ պետական աշխատավարձով։ Մեր ձևով շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը Forbes-ի ռուսական անշարժ գույքի արքաների անցած տարվա վարկանիշում երկրորդն է եղել։ Տասնյակ տարիներ Դոլարային միլիարդատեր է։ Նրա թիմում բիզնես ճանապարհ անցնող հեռանկարային գործիչներ են, որոնց թվում հաստատ կան այնպիսիք, որոնք աշխատավարձի հույսին չեն մնացել։ Քաղաքական թիմի Ի վերջո աշխարհում ընդունված բան է, շատ երկրների ղեկավարներ են, հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը կամ պարզապես սեփական բարեկեցության մակարդակը հրաժարվել աշխատավարձերից։ նախագահները Դոնալդ Թրամփը, որ նահանգների ամենաապահովված ու ազդեցիկ ընտանիքներից մեկի ներկայացուցիչն է, իր աշխատավարձից հրաժարվել է։ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս իր կառավարման ժամանակ աշխատավարձն ուղղել է բարեգործությանը։ Հնդկաստանի վարչապետ Մոդին էլ է հրաժարվել աշխատավարձից։ Բայց Փաշինյանին ու նրա թիմակիցներին համոզել հնարավոր չէ։ Վստահ են, որ աշխատավարձ ու պարգևավճար չստացող վարչապետն ու նախարարները ծրարներով սև փողեր են ստանալու։ Եթե աշխատավարձ ու պարգևավճար չլինի, իրենք կորած են։ Պետականությունը պետք է ուժեղացնենք։ Մենք ուզում ենք ունենալ բառիս բուն իմաստով անարատ եւ որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա։ Ըստ փորձագետների ընտրություններից 6 ամիս առաջ բյուջեի պահուստային մասից հանված 3 միլիարդ դրամի պարգևավճարային ֆոնդը քաղաքական կոռուպցիայի դասական օրինակ է։ Ժողովուրդ փաստորեն 2018-ին որ ասում էին դուխով, այդ նկատի ունեին, որ իրանք դուխով իրանց աշխատավարձը կկրկնապատկեն, բառից բուն իմաստով կկրկնապատկեն։ Իսկ տատիկներին ու պապիկներին 9000 դրամով կավելացնեն կենսաթոշակը միջին։ Միշտ դուխով տղեկ են արը, տղաներ եւ աղջիկներ են։ Դրանց դուխը հազվադեպ է, դուխով որոշես, որ քո աշխատավարձը կրկնապատկում ես։ Նախանձելի դուխը։ Ըստ Հայկ Մամիջանյանի հատկապես նախանձելի դուխ է դրսևորել Հայաստանի ֆինանսների նախարարը, որը խիզախ քայլ է անվանել Ամանորին ընդառաջ նախարարներին 7-ից 8 միլիոն դրամ պարգևավճար բաժանելը։ Ընդդիմադիր գործիչը նկատում է, իշխանականները ֆոկուսնիկություն են անում, երբ ամենաբարձր ամբիոններից գոռում են, թե կրկնապատկել են թոշակները։ Երեք կառավարություն ԱԺ հարցու պատասխանին, Փաշինյանը հասավ մանիպուլյացիայի գագաթնակետին։ Պատգամավորներից մեկի հարցին ինքը պատասխանեց հետևյալը. բառացի եմ էցիտելու։ Մենք կենսաթոշակը բարձրացրել ենք մի քանի անգամ։ Մի 10 վայրկյան պաուզա բռնեց, որն իր SMM անող տղան հասցնի այդքանը նկարի ու տարածեն պերֆեկտիվիներով, հետո ասեց տարբեր որոշումներով։ Այսինքն այստեղ անգամը ոչ թե 2 անգամ բարձրացնելն է, այսինքն 10000-ը սարքել 20000 դրամ, այլ մի անգամ 10000-ը սարքել են 11000, մի անգամ 11000-ը սարքել են 12000, հետո մի հատ էլ 12-ը սարքել են 13։ Ընդդիմությունը հիշեցնում է, մի քանի հազար դրամով բարձրացրած թոշակը ոչինչ է, սարսափելի գնաճի ֆոնին։ Երբ որ համադրում ես, թե մեր թողած միջին կենսաթոշակը եւ հիմիկվա իրանց միջին կենսաթոշակը, սպառողական զամբյուղի հետ ինչ համադրություն ունեն, ավելի պարզ լեզվով ասեմ, դրանով ինչքան բան կարող ես առնել, մեր պարագայում վիճակը մի քանի տոկոս ավելի լավ։
Խորհրդարանական ընդդիմությունը սոցիալական անարդարության աննախադեպ դրսևորում է անվանում 4400 ծայրահեղ աղքատ ընտանիք ունեցող երկրի կառավարության անդամներին միլիոնների պարգևավճարներ բաժանելը։ Կարնե Մանգասարյան, Աշոտ Մնոյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։